ծիսական պարը, մեր մեհենական, կրոնապաշտական, դիցաբանական, տոտեմային բոլոր պարերը պարել են ճիշտ տեղին եւ ժամանակին։ Ճիշտ միջավայրում են պարել, այնպիսի պարեր չեն եղել, որ օրինակ տոնածիսական մշակութային պարերը առանձնացված են եղել ռազմական պարերի բնույթից, ռազմական առանձնացված է եղել սգո արարողությունների պարերից, դրանք առանձնացված են եղել հարսանեկան կոչունքի պարերից, հետևապես խոսել ամբողջական հայկական պարի մասին, պետք է խոսել հայկական պարի պատմության մասին, որտեղից է գալիս մեր հնագույն հին պարերը։ Նույնիսկ ժայռապատկերների վրա են պատկերված, ես կարդացի, որ առաջին պարային պատկերումները ոնց որ։ Այո, առաջին հենց պատկերումները դրանք ժայռապատկերների վրա են եղել, մեր թվարկությունից առաջ 8-ից 10-րդ դարերում եւ հնագույն ժամանակներում մարդիկ գիտեք ամենակսկտուր տեղեկությունների հիման վրա մենք պետք է ասենք որ բոլոր ազգերն էլ ունեցել են ծեսեր, ծիսակարգեր, նրանք էլ ունեցել են ժայռապատկերներ, որսի տեսարաններ, տարբեր բնույթի ծիսական արարողություններ են պատկերված եղել այդ նույն ժայռապատկերների վրա, բայց օրինակ Ուխտասարում եւ Սունյաց աշխարհում գտնված ժայռապատկերները հիմք են տալիս մեզ ասելու, որ հայկական ժողովրդական պարը 15000 տարվա պատմություն ունի։